Ես ներողություն եմ խնդրում ժողովրդին։ Կներեք մի երկու բառ ասել համար, բայց ասել եմ չի Արշակ, արքեպիսկոպոս Խաչատրյան, գեներալի Ես ներողություն եմ խնդրում, կներեք, ես ներկու բառ ասեմ, ես որպես պատերազմի մասնակից, ինչպես նաև երկար տարիներ զինվորական ծառայություն անցած և երկրապահ կառավարական միությունում ծառայել, եղել եմ պարգևատրման հանձնաժողովի նախագահ և մեդալի ընդհանրապես պարգևատրության արժեքն ու իմաստը հասկանում եմ։ 20 թվականի 18-ից հետո 20 թվականից ու առավել ևս պարգևատրությունը իր որպես մեդալներ տալ ընդունելը իմ համար արդեն դարձել է անընդունելի, որովհետև պարգևատրությունը լինում է խրախուսանքի համար, հայրենիքի նկատմամբ արած լավ բաների համար, հերոսների քաջագործների համար։ Բայց 20 թվականից հետո գիտեցի չի մեր երկրում պարգևատրությունների չափից ավել շատացան, որը անընդունելի է։ Պարգևատրում եք ինչի համար։ Կորցրած Արցախի, կորցրած երկրի համար։ Ես դա եկալ եմ լավ չեմ ընդունում, բայց սա այս պարգևը Տիկին Ամիրյան, ես սա չեմ ընդունում որպես պարգևատրություն։ Սա ես ընդունում եմ որպես մի մասում մեր օրերի, մեր ժամանակների հերոսներից հերոս, մեր ամենահերոսներից մեկի Զորավար Մանվել Գրիգորյանից։ Սա ես ընդունում եմ որպես հիշատակ նրա մի հզոր մարդու, որի հրամանի ներքո մենք մասնակցել ենք ազատագրել ենք շատ տարածքներ։ Մանվել Գրիգորյանը Զորավար են մարդն էր, որը երբեք ստրատեգիական բարձր չի թողել և բնակավայրից բնակավայր էինք ազատագրում։ Չունենալով զինամթեր, մեր դեմ դինելով մի քանի ավել բրիգադներով մեր դեմ կռվում էին, մենք ավելի փոքր թվականակով և զինամթերքից ավելի քիչ զինամթեր ունենալով ամենայն դեպս մենք փախցնում էինք, մեզանից փախնում էին թուրքերը, մեր դեմից փախել են։ Ես իմ սեփական ականջներով լսել եմ, երբ որ մենք հատկապես Մադաղիսի ուղղությամբ որ գնում էինք, թուրքերը մեր դեմից փախնելով գոռում էին Մանվել Գյալդի։ Այսինքն Մանվելը սարսափ էր ամբողջ թուրքական աշխարհի համար։ Ցավոք մեր ժողովուրդը չընդունեց իրական հերոսներին։ Ցավոք լավ չընդունեցին իրենց համար կյանք տվող մարդկանց։ Զորավար Մանվել Գրիգորյանը արել է այնքան մեծ աշխատանք, ես սա իմ աչքերով եմ տեսել։ Ես և պատերազմի ժամանակ, և հետ պատերազմական ժամանակաշրջանում միմիայն տեսել եմ մարդու կողմից միմիայն հայրենասիրություն և շատ մեծ ծավալուն աշխատանք։ Ցավոք մեր ժողովուրդը այդքան էլ լավ չընդունեց։ Ու մենք քանի դեռ չենք հասկացել, թե ինչեր ենք կորցրել, քանի դեռ չենք հասկացել ում ենք գնահատում, ում չենք գնահատում, մենք դեռ շատ բաներ կորցնենք։ Ես շնորհակալություն եմ ատում Տիկին Ամիրյան, որ Զորավարի փառքը պահում եք իր հիշատակը վառեք պահում։ Անշատ շնորհակալ եմ։